Գործազուրկ է Հայաստանում համարվում այն մարդը, ով ակտիվ փնտրում է աշխատանք։ Հայաստանում կա 800,000 գրանցված աշխատող։ 221,000 մարդ աշխատում է պետական բյուջետային սեկտորում։ 584,000 մարդ աշխատում է մասնավոր բիզնեսում։ Միակ թիվը, որ մենք չգիտենք, գյուղում ինչքան են աշխատում։ Գնահատական այսպիսին է մոտ 350,000։ 2025 թվականին բավականին ցածր են եղել ներդրումները, իսկ մեզ բոլորիս տնտեսագետներին հայտնի է, որ երկիրը չի կարող առաջանցիկ տեմպերով զարգացում ունենալ, եթե մենք չկարողանանք ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումների հզոր հոսքեր դեպի Հայաստանի Հանրապետություն։ Շատ դժվար է լինելու վերականգնել այն վստահության կորուստը, որը մենք ստացանք երկրի այսօրվա վարչապետի քայլերի արդյունքում։ 24 թվականի, 21 թվականի համեմատ, եթե մենք նայում ենք ապրանքների արտահանումը եւ դրանից զտում ենք վերը արտահանումը եւ դրամային արժեքով դիտարկում ենք, ապա այստեղ մենք ունենք նորից լուրջ անկումներ։ Մենք ունենք 200,000 գյուղացի, որը չի կարողանում իր առօրյա հարցերը լուծի, չի կարողանում իր սննդամթերքը վաճառի, ու այդ մարդկանց մենք ուղղակի չենք կարող ասել, գիտեք ինչ կա, դուք պիտի լավ ապրեք։ Մեր խնդիրը ոչ միայն հարկերից ազատումն է, այլ փոքր բիզնեսի եւ վարչարության շփման մինիմալացումը։